Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մեր ձևով հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթն առնչվում է ենթադրյալ նյութապես շահագրգռելուն։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, քննությամբ պարզել են, որ Նարեկ Կարապետյանն ու Ալեքսան Ալեքսանյանը, նաև Կարապետյանի ընտանիքի հետ փոխկապակցված Տաշիր բարեգործական հիմնադրամը, Ինտեկո Էներգո և Տաշիր Կապիտալ ընկերությունները շրջանցել են ընտրական արգելքը։ Անօրինական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեներ ձեռք բերելու, քվեներ հավաքելու եւ մի շարք հանգամանքներով պայմանավորված 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հիմնադրել էր մեր ձևով ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը եւ որպես գործադիր մարմնի ղեկավար նշանակել են Ալեքսան Ալեքսանյանին։ Ըստ քննչականի հասարակական կազմակերպության հիմնադրման իրական նպատակը եղել է Ուժեղ Հայաստան կուսակցության հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելը, նաև ընտրությանը դաշինքի օգտին առավելագույն ձայներ հավաքելը։ Քննիչի խոսքով հասարակական կազմակերպությունը այդ նպատակների համար էլ ծախսել է հանցավոր ծագում ունեցող ֆինանսական միջոցները։ Նշված ընկերությունը հիմնադրելուց հետո Նարեկ Կարապետյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի կողմից Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում 114 գրասենյակներում գրասենյակների ղեկավարների օժանդակությամբ հավաքագրվել են քաղաքացիներ, ավելի քան 1400 քաղաքացիներ, նշված քաղաքացիները մի մասը եղել են տարեցանձինք, մի մասը առհասարակ աշխատանքի չեն հաճախել եւ նրանցից կան անձինք, ավելի քան 400 անձինք, նշված ժամանակահատվածում աշխատել են նաեւ այլ ընկերություններում, գրանցված են եղել համատեղ այլ ընկերություններում։ Քննիչի խոսքով 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026-ի ապրիլ մեր ձևով հասարակական կազմակերպության բանկային հաշիվներին Նարեկ Կարապետյանի, նաև Տաշիր բարեգործական հիմնադրամի, Ինտեկո Էներգո և Տաշիր Կապիտալ ընկերություններից նվիրատվության և փոխհարության խողի ներքո փոխանցվել է տնտեսական հանցագործությունների արդյունքում ձեռք բերված ավելի քան 27 միլիարդ դրամ, $75,000, 264,800 եվրո։ Այդ կերպ ըստ քննիչի թաքցվել է գումարների հանցավոր ճանապարհով ստացված լինելը։ Դրանց օրինական տեսք է հաղորդվել եւ օրինական գործունեության խողի ներքո լեգիտիմացվել է գումարների առկայությունը։ Այդ գումարների մեծ մասը փոխանցվել է որպես աշխատավարձ, փոխանցվել է որպես վարձատրություն եւ այլ նպատակներին են ծառայել։ Մեր ձև ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված անձանցից ավելի քան 434-ը նյութապես շահագրգռված լինելով մասնակցել են 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիս ամսի ընկած ժամանակահատվածում Ուժեղ Հայաստան կուսակցության, ինչպես նաև մեր ձև ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հավաքներին։ Ըստ նախաքննության, որպես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացվել է ընդհանուր ավելի քան 766 միլիոն դրամ, որից 705 միլիոն դրամը որպես աշխատավարձ, իսկ մոտ 61 միլիոն դրամը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրություն։ Որպես վարձավճար ֆիզիկական անձանց փոխանցվել է ընդհանուր ավելի քան 195 միլիոն դրամ, իսկ տարբեր ֆիզիկական անձանց որպես այլ գումար փոխանցվել է շուրջ 26 միլիոն դրամ։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իշխանական կամ ծառայական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու, ինչպես նաև հավաքներին մասնակցելուն օժանդակելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Նույն արարքների կատարման համար է մեղադրվում նաև Ալեքսան Ալեքսանյանը։ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը, իսկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը։ Նրանց պաշտպան Վահե Միսակյանը լուրերի հետ զրույցում նշեց, որ իր վստահորդները մեղադրանքը չեն ընդունում, այն համարելով անհիմն։ Նրանց դիրքորոշմամբ իրենց վերագրվող արարքների նկարագրությունը որևէ հանցակազմի մասին տեղեկություն չի պարունակում եւ իրենք չեն տեսնում որևէ հիմք այդ գործողությունները հանցավոր համարելու համար։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։